թողնողներ աշխարհաքաղաքական վիճակը դեռևս հնարավոր է լարված մնա, որովհետև նրանք հարձակումը իրագործել են նահանջող Մերկուրու ընթացքում, ինչպես հիշում եք, փետրվարի 26-ից մինչ մարտի 20-ը Մերկուրի նահանջելու է ձկների կենդանակերպում։ Այդ ամենը կանխատեսելի էր այնքանով, որ Նեպտունը արդեն իսկ վերջնական անցավ խոյի կենդանակերպ հունվարի 26-ի մոտակայքում։ Սատուրնը անցավ խոյի կենդանակերպ վերջնականապես փետրվարի 14-ի մոտակայքում եւ հենց այդ ժամանակահատվածում նրանց միավորումն էր։ Ես իմ կանխատեսումներում նշել եմ, որ հնարավոր է, որ տեղի ունենան հրդեհներ, պարթյուններ, երկրաշարժեր, նաեւ պատերազմներ, որոնք կրոնական հողի վրա պետք է լինեն։ Բայց այդ պատերազմը առավել հավանական էր ապրիլի 11-ի մոտակայքում։ Տեսեք ինչպես է արվում հաշվարկները, չնայած ապրիլի 11-ին հենց Իրանի Իսլամական Հանրապետության պետության կազմավորումն է 1979 թվականին եւ այդ ժամանակահատվածից ի վեր լարվածությունը կա, որտեղ արդեն ամսի 10-ի մոտակայքում Մարսը գտնվում է խոյի կենդանակերպում, բայց ապրիլի 15-ին նաեւ Լուսինն է միանում։ Տեսնում եք, սա կոչվում է ստելյում, շատ բարձ ստելյում է։ Եվ նշում ենք, որ պատերազմները տեղի կունենան նաև կրոնական այդ ամբիցիաների, այդ փիլիսոփայության հիման վրա։ Սիրելի հետևորդներ, ըստ երևույթին պատերազմը սկսելու համար փետրվարի վերջ 27-28-ին ավելի նպատակահարմար է եղել, բայց քանի որ Մերկուրին նահանջող է, հնարավոր է երկարաժամկետ անորոշ ժամանակով այդ պատերազմը երկարաձգվի։ Մեր վարչապետի մասին, Նիկոլ Փաշինյանի այդ կյանքի, այդ անցուդարձային թեմաների մասին կխոսեմ մյուս շաբաթ ավելի մանրամասն եւ նաեւ աշխարհաքաղաքական թեմաների մասին, բայց նաեւ նրա քարտեզներ բարդ ես միշտ նշում եմ, որ գարնանային խավարումները մարտի 3-ի խավարումը բարդ էր նրա համար եւ ահա տեղի ունեցավ նրա արևի վրա եւ լուսնի հետ այդ խավարումը բարդ դիրքավորում ուներ։ Իրականում խավարման լուսինը կույսում է, նրա ծննդյան քարտեզում լուսինը եւ սև լուսինը ձկների կենդանակերպում, այո, ասում է, որ գաղտնիքներ կարող են բացահայտվել եւ այս անգամ այդ գաղտնիքները բացահայտվեցին նրա նեղ ընտանեկան շրջանակներից։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, թե ամսի 3-ի խավարումը արյունոտ լիալուսինը ինչ կբերի, ինչ ցնցումներ եւ փոփոխություններ կբերի ձեր կյանք։ Ուստի զինվեք համբերությամբ, որպեսզի կարճ ներկայացնեմ 12 կենդանակերպերի համար, դուք լինեք զգուշավոր, քանի որ նաև Մերկուրին է նահանջում Մարսը ձկների կենդանակերպում, այդ նույն Մարսն է, ինչ որ ասել էի, որ երբ որ Մարսը մտնի ձկների կենդանակերպում